բարեկամներ, համահայկական մտավորականության 12-ի խորհուրդը պատիվ ունի ներկայացնել Բարի լույս հեռուստատեսության ծնունդը։ Բարի լույս բարեկամներ, սա ընդամենը ողջունի խոսք չէ, սա նոր աշխարհի արշալույսն է, նոր դարաշրջանի ավետիսն է, արթնացիր արարատյան մարդ, դուրս արի քարանձավից, փոքր մհեր, վերելք դեպի հայոց վերածնության հուշարձան։ Բարձրանալ դեպի հասկը, հասկանալ։ Իմ չնչին դավադիր աշխարհ այլևս չկա, չկա նաև նյութադավան մարդ այլևս, նա անելիք չունի, այդ աշխարհը վախենում է միայն մի բանից, քո արթնանալուց, ուրեմն բարի լույս բարեկամ։ Բարեկամներ, մեզ չերևակայենք, սա հեռուստատեսություն չէ, մենք չունենք որևէ ռեսուրս, բայց մի բանով սա ավելին է, քան բոլոր եղածները, սա նոր աշխարհի առաջին մունետիկն է։ Մենք բացառիկ ժամանակի վկաններ ենք, սա հերթական ճգնաժամ չէ, մարդկությունը նման խնդրի առջև երբևէ չի կանգնել, տիեզերքից հնչում է նոր քաղաքակրթական համակարգի, նոր մարդու հզոր պատվերը, բոլոր կրոնները խոսում են նոր հայտնության, երկնայինի նոր գալստյան մասին, մարդկության հազարամյակների սպասումը վերջապես իմաստավորման հնարավորություն ունի։ Հետաքրքիր է, ինչպես են այս ամեն ընկալում մեր դրսի բարեկամները։ Մտավորականությունը համահայկական դիմեց աշխարհին, ինչպես կարելի է հենվել քաղաքակրթական արժեքների վրա եւ կառուցել մարդու հետագա կյանքը։ Սա լրիվ ուրիշ գլոբալ տոտալ ճգնաժամ է, ուժերի կենտրոնում ունենալով հսկայական ուժ, ոչ մի հարց չեն կարող լուծում, որովհետև սիստեմը կառավարման, որը հիմա կա, դա թույլ չի տալիս այդ անել, հետ դրա համար էլ անհրաժեշտ էր այսպիսի կոչ անել։ Մեր քաղաքում, երկրում, աշխարհում դիմակահանդեսը շարունակվում է։ Սա խիստ խորհրդանշական դրսևորում է։ Որն է դիմակի խորհուրդը։ Այն միշտ քողարկել է մարդու դեմքը, անհատականությունը, որպեսզի եսը չխոսի, այլ խոսի ընդհանրացումը։ Նույն Վենետիկում ամեն ինչ սկսվեց նույն ժանտախտից, դիմակը պաշտպանական խնդիր էր կրում, դրա հետ նաև իհարկե խոսում էր հնից եկող աստվածներից թաքնվելու, քողարկվելու, հիվանդությանը անճանաչելի լինելու եւ զարմանալի է այսօր էլ դիմակը էլի դիմազրկման խնդիր է կրում եւ այս ամեն ինչը վկայում է այն հզոր լույսի մասին, որից ակամայից հին աշխարհը փորձում է դիմակով թաքնվել։ Հանիր դիմակդ բարեկամ, նայիր երկնքին, ճանաչիր քո իրական ինքնությունը։ Նորը ոչ թե հանի ոչնչացումն է, այլ բոլոր ոլորտներին նոր շունչ տալը, բոլոր ոլորտներում նոր արժի համակարգի հաստատումը, դա ժամանակի հրամայականն է, նոր պայմանագիր կնքելու ժամանակն է, ոչ թե քաղաքացիական պայմանագրի, այլ պայմանագիր երկնքի հետ, Աստծո հետ, որպես հավասարը հավասարի։ Հատկապես ոգևորում է արվեստում սպասվող հզոր վերածնունդը։ Այն իր նոր դրսևորումներով հստակ տեսանելի է, բայց դա առանցին թեմա է։ Հին աշխարհի դեմ կռվի ամենաարդյունավետ, ես կասեի միակ միջոցը այսօր նորի հաստատումն է։ Բայց մենք հիմա ապրում ենք ինչ-որ չափով արմատապես տարբերվող աշխարհում նախորդ փուլերից։ Այսօրվա մեր աշխարհը գլոբալ է։ Այսօր բոլորին փորձում են հագցնել նույն դիմակները։ Ժամանակին մի շատ իմաստուն քաղաքական գործիչ
այսպիսի խոսքեր է ասել, որ ես չէի ոչնչացնի հանցագործ կառույցները երկրում, բայց քանի որ նրանք օրգանիզմի ներսում են եւ ամեն վարքյան արտադրում են թույն եւ չունեն գիտակցումը նրա, որ իրենք ոչնչացնելով օրգանիզմը իրենք էլ են ոչնչացնալու, նրանք շարունակում են բազմապատկվել եւ ոչնչացնում են օրգանիզմը, ինչից ելնելով նրանց հանդեպ վերաբերմունքը չի կարող լինել մեղմ, ճիշտ այնպես ինչպես չի կարող լինել մեղմ քաղցկեղահարույց գոյացությունների հանդեպ վերաբերմունքը, նրանց անհրաժեշտ է հեռացնել։ Եվ միայն անաղարտ հասարակական մարմինն է, որի մեջ կարող է ներդաշնակությունը միտել ողջ գոյություն ունեցող ներուժը դեպի ապագան, դեպի այն անցումները, որոնք ծնելու են նոր մարդուն, արդեն փորձարկված եւ կայուն արժեքների վրա։ Բարեկամներ, համաշխարհային գրականության մեջ միշտ էլ պահպանվել է ոսկի ժամանակների հզոր ազդակները եւ թերևս այդ առումով ամենահզոր, ամենավեհ կերպարը, ամենաոգեղենը դա Դոն Կիխոտն է, որը հենց այսպիսի մի արտահայտություն ունի։ Երկինքն ինձ հաճել է աշխարհ բերել այս մեղավոր տարում, որպեսզի վերականգնեմ անցյալի ոսկի ժամանակները։ Ինչ ոսկի ժամանակների մասին է խոսքը։ Եղել են նման ժամանակներ արդյոք։ Երբ որ նայում ենք աշխարհի ժողովուրդների դիցարաններին, իրանց հոգևոր համակարգերին, ապա դրանց գրեթե բոլորում խոսվում է անցյալում եղած մի բացառիկ ծաղկուն հոգևոր դարաշրջանի մասին, որոնք, ասենք, տարբեր անվանումներով են, բայց ինչը խոսում է այն մասին, որ մարդկության հավաքական ենթագիտակցության մեջ, ինքնագիտակցության մեջ կա երաների ժամանակների վերուշը։ Եթե դա չլիներ, թերևս մենք չենք ձգտի այդպիսի մի բանի։ Այսինքն մենք չենք կարող ձգտել մի բանի, որի սերմը, արմատը մեր մեջ չկա, որի գիտելիքը մեր մեջ չկա։ Դա եթե անդրադառնում ենք հոգևոր համակարգերին կամ դիցաբանություններին, ապա Աստվածաշնչի մեջ դա ակնհայտորեն դրախտի գաղափարն է, այդտեղ դրախտը, որը իմիջիալոց գտնվում է մեր հայկական լեռնաշարում։ Եթե նայում ենք հնդկական դիցաբանության մեջ կամ աստվածաբանության մեջ, դա միանշանակ Սատյա Յուգայի ժամանակաշրջանն է։ Եվ այդպես օրինակները բազմաթիվ են։ Իսկ երազանքը առանց հավատ մեռած է ինչպես հավատ առանց պայքար։ Իսկ երազանքով չապրող մարդը Սանչո անասուն է։ Վերելք դեպի հայոց վերածնության ուշարձանը, բարձրանալ դեպի հասկը, հասկանալ։ Մեր երազանքը մեր արևային քաղաքն է։ Մեր հրաշք երկիր Նայիրին, իր ազնվական երջանիկ բնակիչներով, մեծագույն պատիվ ու հպարտություն է, որ դու պատասխանատու ես այդ մարդկանց համար, քո երկրի համար, ուր ամեն ինչ վկայում է հոգևոր բացառիկ նկարագրի մասին։ Ուր թռիչքի սահմանը մեր երևակայությունն է։ Նոր քաղաքակրթական համակարգի կայացումը այլ ընտրակ չունի։ Դա նաև մեր հավատամքն է, մեր մանիֆեստը։ Դա նաև մեր հեռուստատեսության բարի լույսի մանիֆեստն ու հավատամքն է։